Այսօր ևս մեկ անգամ կուզենայի խոսել հելիկոբակտեր պիլորիի մասին։ Հելիկոբակտերը բակտերիա է, մտրակավոր պահորաձև, որը հիմնականում ներթափանցում է մեր օրգանիզմ աղտոտված ջրի, սննդամթերքի, կեղտոտ ձեռքերի միջոցով։ Բացի այդ, այն կարող է անցնել նաև որոշ դեպքերում թեքի համբույրի միջոցով, այդ պատճառով այն համարվում է նաև կենցաղային վարակ։ Հելիկոբակտերը անցնելով մեր օրգանիզմ, մտնելով ստամոքսի լորձաթաղանթի վրա, հիմնականում առաջացնում է խրոնիկ բորբոքում։ Եվ այդ բորբոքումը ինչ կերպ կարտահայտվի, դա կարտահայտվի գաստրիտի ձևով, դեղոսյանների ձևով, խոցային հիվանդության ձևով, թե խոցային հիվանդության ձևով, դա կապված է մարդու իմուն համակարգին։ Ինչպես է ախտորոշում հելիկոբակտեր պիլորիին եւ ինչ մեթոդներ գործում ունի։ Գործում ունի ախտորոշման երկու մեթոդ՝ ինվազիվ եւ ոչ ինվազիվ։ Ինվազիվ մեթոդը կատարվում է էնդոսկոպիկ ճանապարհով, այսինքն գաստրոսկոպիայի ժամանակ արագ երազային թեստի միջոցով եւ գոյություն ունի ոչ ինվազիվ մեթոդներ, այդ մեթոդները կատարվում են արյան ճանապարհով, աղբի միջոցով եւ շնչառական թեստի միջոցով։ Ոսկի ստանդարտներ են համարում շնչառական թեստը եւ կղանքում անտիգենի որոշում։